Գիտեք, մենք միշտ մեր կյանքը առհասարակ, Աստծո ծրագիրը մեր կյանքի հետ կապված միշտ շատ ավելի պարզ ենք պատկերացնում։ Մեզ թվում է դա ուղիղ գիծ է, A-ից B կետ գնացող ճանապարհ է, ու մենք մեր երազանքներով, մեր պատկերացումներով այդ ամեն ինչը արդեն սիրուն ձևով գծել ենք, այդ ամեն ինչը ծրագրել ենք մեր երազանքները համապատասխան Աստծո խոստմունքների ճշմարտությունների, ու մեզ թվում է այտենց սահուն պետք է մեր կյանքը սիրուն ստացվի։ Բայց գիտեք, այդ ընթացքը շատ ավելի լավ է ստացվելու, քան մենք ենք երազել, մենք ենք ծրագրել, մենք ենք երազել, որտեղ Աստծո խոսքն ասում է, այն ինչ որ աչք չտեսավ, ականջ չլսեց, մարդու միտք անգամ չընկավ, Տերը այդ է պատրաստել մեր համար։ Բայց գիտես հետաքրքիրը որն է, մենք այդ աստիճանի պատկերացում ու երազանք չունենք մեր համար։ Այսինքն այն լավագույնը, որ մենք պատկերացնում ենք, Տիրոջ լավագույնն ու ծրագիրը մեր կյանքի համար շատ ավելի լավն է, քան այն մեր լավագույն երազանքների մեջ։ Բայց դրան համապատասխան տարբերվում է նաև այն ընթացքը, որ Տերը ուզում է մեզ առաջնորդի այդ ամեն ինչի մեջ։ Դա ընդհանրապես մեր գծած ծրագրով չի լինելու։ Դա լինելու է լրիվ այլ ճանապարհներով, լրիվ այլ դրսևորումներով։ Շատ ժամանակ այդ դրսևորումները մեր պատկերացումների մեջ չեն տեղավորվելու ու երբեմն կարող է մեր կյանքում հիասթափություններ կա, անորոշություններ կա, տագնապներ կա։ Այս ամեն ինչ մեջ այնքան կարևոր է այդ փոքր նյուանսների մեջ վստահել Տիրոջ նյուանսնել։ Ես սենց ներածական մաս եմ տալիս, ես ամեն ինչ ավելի կմանրացնենք, ավելի Աստծո խոսքի լույսի ներքո, ավելի պարզ գեղեցիկ կնայենք այդ ամեն ինչ ու փորձեմ որոշակի կենթանի կյանքից օրինակներով, վկայություններով այս ամեն ինչը հիմնավորենք, թե ինչքան աստվածաշնչյան է այն ամեն ինչը, ինչ որ ձեր հետ կկիսվեմ։ Եկեք գնանք միանգամից Աստվածաշնչի մեջ մի հատ հատված, դրա վրա խորանանք ու սկսենք ավելի մանրամասը բացատրել։ Տեսեք, մենք Աստծո տան մեջ ենք, մենք եկեղեցու մեջ ենք, ամեն ինչ պետք է հիմնավորվի Աստվածաշնչով։ Ինչը որ Աստվածաշնչով չի հիմնավորվում, դու կարաս հիմնավոր կասկածես, չհավատաս, չընդունես ու դրա վրա հիմքեր չկառուցես, որտեղ դա կարող է լինի զուտ էմոցիոնալ ու քեզ հիասթափություն պատճառի։ Բայց այն ամենը, ինչ որ Աստծո խոսքի վրա է հիմնված, կառուցված, դա ունի հավիտենական հիմք ու Աստվածաշունչը երբեք չի սխալվել։ Աստվածաշունչը երբեք չի հերքվել։ Այն ինչ որ փորձել է հակասի Աստվածաշնչին, միշտ ժամանակի ընթացքում խայտառակվել է ու անարգվել է, որտեղ Աստված իր խոսքի հետևում կանգնած ու ինքը ամեն ակնթարթ է ապացուցում, որ իր խոսքը հավիտենական ճշմարտություն է։ Մի հատ պատմություն պատմեմ, որ իրական պատմություն է, հասկանանք Աստվածաշնչի ճշմարտացիությունը։ Երեմիայի թե Եզեկիելի մարգարեության մեջ չեմ հիշում կոնկրետ որտեղ է, Աստված մի հատ թագավորության մասին մարգարեանում է, իր մարգարեի միջոցով, ասում է քո մեղքերի, քո պղծությունների պատճառով քո ամբողջ երկիրը ծովն եմ լցելու ու քո հետևից ավլելու եմ ու անգամ ավազի հատիկն եմ ծովը լցնելու։ Գիտեք, մենք կարանք փոխաբերական իմաստով հասկանանք, որ դե երևի Տերը նկատի ունի, որ ոչնչացնելու է, վերացնելու է այդ թագավորությունը, այդ քաղաքակրթությունը ու վերջ։ Բայց դեք Աստված ամենաուղիղ իմաստով է ասում։ Խոսքը գրվելուց մոտավորապես 300 տարի հետո Ալեքսանդր Մակեդոնացին գալիս է այդ թագավորությունը գրավելու, այդ թագավորությունը շատ հզոր առևտրային թագավորություն անում ծովի ափին ու պարսպապատ, մի կողմից ծովն է, մնացած 3 կողմից պարսպապատ։ Երբ որ Մակեդոնացին գալիս է, որ գրավի քաղաքը, ժողովուրդը դե պարզ է, պաշարման մեջ ընկնելուց առաջ բոլոր մուտքերը փակում են քաղաքի ու մինչև Մակեդոնացին իր զորքով քաղաքի պարիսպները կքանդի, որ ներս մտնի, ինչ են անում այս քաղաքի ժողովուրդը։ Ծովից մի քիչ հեռու կղզի է գտնվում, էլի իրաց տիրապետության տակ է այդ կղզի։ Նավերով փախնում են կղզի, ամբողջ ժողովուրդը հարստությունով ավարով փախնում են կղզի։ Մինչև Մակեդոնացին պարիսպը քանդում է ու մտնում է քաղաք, տեսնում որ քաղաքում ոչ մեկ չկա, բոլորը փախել են կղզի։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, Մակեդոնա դե պարզա իրանք եկել են ցամաքային պատերազմի, նավերով ու բանով չեն եկել, իրանք եկել են ցամաքային զորքերով, ծիերով, այն ժամանակվա այդ քարնետող սարքերով եւ այլն, ու հերավորությունը հերիք չի արել այդ քարնետող սարքերով խփեն այդ կղզուն։ Ինչ են արել։ Մակեդոնացին հրամայում է քաղաքը քանդեն, ամբողջ պարիսպները, տները ու լցեն ծովը։ Ճանապարհ բացեն ծովից դեպի կղզի։ Ու մաքրում են մինչև ամենավերջին ավազը, լցում են ծովը, ճանապարհ են բացում ու հասնում են կղզի ու կղզում սաղին ոչնչացնում են ու սաղավարը հափշտակում են։ Աստված դա ասել էր կատարվելուց 300 տարի առաջ, որ քո ավարը, քո քաղաքը ամբողջությամբ լցնելու եմ ծովը ու անգամ վերջին ավազն եմ ավլելու ու լցեմ ծովը։
Ու բարի ամենաուղիղ իմաստով այս ամեն ինչը տեղի ունեցել։ Այսինքն ասածից իմաստը ինչ է։ Տիրոջ խոսքը ինչ ասվում է, ինչ ասում է Տիրոջ խոսքի մեջ, բացարձակ ճշմարտություն է։ Ու երբ որ Տերը քեզ ինչ որ խոստում է տալիս, մարգարեական խոսք կլինի, Աստծո խոսքը կարդալուց դու հայտնություն կստանաս ու կհասկանաս, որ այդ խոսքը քո համար է գրված, դա կատարվելու է։ Անկամ ամբողջ աշխարհը քո դեմ դուրս գա, դա կատարվելու է։ Բայց եթե անգամ ամբողջ աշխարհը քո կողմը լինի ու ուզենա ինչ որ մի բան անի քո համար ու դա Աստծո կամքը չի, դա չի կատարվի։ Դրա համար ավելի շահեկան դիրքում է, որ Աստված քո կողմից լինի ամբողջ աշխարհը քեզ հակառակ, քան հակառակը դու աշխարհը շահես, բայց Աստված քո դեմ լինի։ Եկեք Աստվածաշնչից մի հատ հատված կարդանք։ Մարկոս 8-րդ գլուխ 21-րդ խոսքից։ Եվ գալիս է Բեթսայիդա, եւ նրա առաջին մի կույր են բերում եւ նրան աղաչում են, որ հպվի նրան։ Եվ կույրի ձեռքիցը բռնեց, շենիցը դուրս հանեց եւ նրա աչքերի մեջ թքելով եւ ձեռքը վրան դնելով նրան հարցրեց, թե մի բան տեսնում է։ Եվ նա մտիկ տվավ եւ ասում էր. «Մարդիկը տեսնում եմ, իբր ծառերի պես ման են գալիս»։ Հետո ձեռքերը դարձյալ նրա աչքերի վրա դրեց եւ նրան նայել տվավ եւ նա ողջացավ եւ ամեն բան համարձակ տեսնում էր։ Տեսեք, մի հատ հետաքրքիր պատմություն է։ Մենք տեսել ենք, որ Հիսուսը շատ տարբեր ձևերով է բժշկություններ անում։ Մեկին խոսք է խոսում բժշկվում է, մեկին ձեռնադրում է բժշկվում է, մեկի համար աղոթում է բժշկվում է, բայց սրա համար հետաքրքիր մի հատ տարբերակ Տերը ընտրեց։ Ասում է, թքեց աչքերին։ Մի քիչ գրեհիկ է, չէ՞, հնչում։ Պատկերացրա այսօր դու մոտենաս եկեղեցու ինչ որ մի հատ ծառայողի, խնդրես քո բժշկության համար աղոթեն ու թքեն քո վրա։ Շատ գրեհիկ է, չէ՞։ Բայց եկեք գնանք այն ժամանակները, գիտեք որ Աստվածաշնչի մեջ ոչ մի բան պատահական գրված չի։ Անգամ տառ ոչ մի կետադրական նշան պատահական չկա Աստվածաշնչի մեջ։ Հիմա եկեք զուգահեռաբար հասկանանք ինչ աստեղ տեղի ունենում։ Հիսուսը մտնում է մի հատ քաղաք, որտեղ կույր կա։ Այն ժամանակ կույրերը գիտեք ոնց է, չկար այն ժամանակ ոնց որ հիմա հաշմանդամների շահերի պաշտպանություն, նպաստներ, թոշակներ, սոցիալական աջակցության ինչ որ ծրագրեր։ Այն ժամանակ ի ծնե ծնված կույրը արդեն մերժված էր հասարակության կողմից ու այն ժամանակ կույրերը մենակ մուրացկանությամբ էին զբաղվում։ Աստվածաշնչով էլ տեսնեք, ինչքան կույր կար, բոլորը մուրացկանությամբ էին զբաղվում։ Իրանց գոյությունը պահպանելու միակ տարբերակը դա էր, որտեղ իրանք մերժված էին բոլորից ու ամեն ինչից։ Ու այս կույրը նստած մուրացկանությամբ է զբաղվում ու Հիսուսը երբ որ գալիս է, այս կույրը ասում է, խնդրում եմ, որ կպնես ինձ, բժշկես։ Ինչի ասում կպնես ինձ, որտեղ իրան պատմել էին մինչև այդ, որ Հիսուսը հպվելով, ձեռնադրելով մարդկանց է բժշկում։ Գիտես, սա ինչի զուգահեռն եմ ուզում տանեմ քո կյանքում։ Դու կարող ես լսել ես, որ Աստված ինչ որ մեկի կյանքում ինչ որ մի հրաշք արե, ինչ որ մի ձևով։ Դա չի նշանակում, որ նույն ձևով է քո կյանքում անելու։ Տես հարց կար առաջանա, Հիսուսը կարար հարցնել, իսկ որտեղից ես վերցրել, որ ես կարամ կպնեմ ու քեզ բժշկեմ, կարար ասել, դե լսել եմ Բարդուղիմեոսին կպել ես բժշկել ես, էլի կույրեր, չէ, սրան այնպես, նրան այնպես բժշկել ես, բորոտներին ձեռնադրեցիր, բժշկվեցին, հիշում եք այն բորոտների պատմությունը, հիմա մի հատ էլ ինձ կպի։ Բայց դες Հիսուսը նույն ճանապարհով չարեց։ Ինչին եմ ուզում բերեմ, հանգեցնեմ։ Եթե Տերը ինչ որ մի միջոցով ինչ որ մեկի կյանքում հրաշք արել, ինքը այդ հրաշքը ուզում է քո կյանքում էլ անի, բայց ոչ նույն ձևով ինչ որ այն մյուսի կյանքում արե։ Մի սպասի, որ կրկնվելու է ձևերը, որտեղ այդ սպասողականությունը քո կյանքում բերելու է հիասթափություն, որտեղ Աստված երբեք նույն բանը երկրորդ անգամ չի անում։ Ինքը միշտ օրիգինալ է ու միշտ նոր դրսևորումներ է ունենում։ Գիտես, մեկի կյանքում կարող է Աստված օրհնի ինքը նվեր ստանա ինչ որ մի բան, տուն։ Մեկի կյանքում կարող է օրհնի ֆինանսներ, դու կառուցես քո տունը։ Այն մեկի կյանքում լրիվ ուրիշ ձև կարող լինի, կարող է հիպոթեկ վերցնես ու Տերը օրհնի հիպոթեկով նորմալ մարես։ Այնպես չի որ հիպոթեկի մեջ Աստված չկա, բայց հրաշքի մեջ Աստված կա։ Ամեն ինչի մեջ Աստված կա։ Էսի մեր ֆանտազիան է ընդհանրապես տեղավորում սրա մեջ, ես 3 ճանապարհ ասացի, բայց Աստված օրհնելու միլիոնավոր տարբերակներ ունի։ Մի հատ օրինակ իմ կյանքից պատմեմ։ Մի անգամ Տերը ինձ մի հատ բաներ խոստովե, որ դա պետք է աներ, ու դա մի քիչ ուշանում էր, բայց ասեմ, որ եղել է։ Բայց այդ ընթացքում որ հələ չէր եղել, այդ խոստմունքի ու իրականություն դառնալու մեջ, ես փորձում եմ ենթադրեմ, թե ինչ ճանապարհներով դա կարա լինի։ Մտածում եմ, լավ, երևի սենց կարա լինի, լավ, երևի այս մյուս տարբերակով կարա լինի, լավ, երևի այս երրորդ ձևով կարա լինի, ու մի անգամ Աստված մի հատ հետաքրքիր հարց տվեց, ասեց. «Քանի ճանապարհ գտար, որ ես կարամ այդքան ճանապարհով քեզ հրաշք անեմ»։
հաշվեցի լավ, ասենք 15 ճանապարհով կարաս անես, Աստված ասես դու գտար 15 ճանապարհ, որով ես չեմ անի։ Գիտես դու կարաս ինչքան ճանապարհ գտնես, դու ոնց որ բացառես հավանականությունը, թե Աստված ոնց կարա դա անի։ Բայց որ կանի միանշանակ է, ունենց կանի, որ բոլորը կզարմանան։ Հիմա տեսեք, ստեղ ինչ է տեղի ունենում։ Առաջինը ինչ է անում Հիսուսը։ Տես գալիս է գույրը, որ Հիսուսը իրան կպնի։ Տեսեք, ասում է, բերում են եւ նրան աղաչում, որ հպվի նրան, բայց Հիսուսը չի հպվում։ Տեսեք ինչ ասում 23-րդ խոսքը. եւ գույրի ձեռքիցը բռնեց, շենիցը դուրս հանեց։ Գիտես սա ինչի զուգահեռն է։ Պատկերացնենք մենք եկել ենք փրկության, Աստծո փրկության կանչը ընդունել ենք, ապաշխարել ենք, մեր կյանքերը Հիսուսին ենք նվիրել։ Որտեվ տես, այս գույրը որ եկավ, ինքը վստահ չէ, որ Հիսուսը կարա իրան բժշկի։ Դրա համար Հիսուսը իրան որտեղ որ առաջնորդեց, ինքը սուս գնաց հետևից։ Ասում է բռնեց շեմից դուրս հանեց։ Սա գիտես ինչի խորհրդապատկերն է, երբ որ դու գնում ես Աստծո մոտ, ապաշխարում ես կյանքը իրան ես հանձնում, երբ որ դու վստահում ես իրան արդեն։ Գիտես Հիսուսը քեզ բռնում է ու քո իրավիճակից, քո միջավայրից հանում է։ Մեծամասամբ բոլոր դեպքերում այսպես է լինում։ Դու երբ որ Աստծուն ընդունում ես, Աստված քեզ վերցնում է ձեռից, ասում է շեմից հանեց։ Այսինքն ինչ որ մի տեղից Աստված քեզ անելու է, քո իրավիճակներից, ասում է, այն մեղքերը, որ անում էիր, ել մի արա։ Այն վատ ընկերակցությունների մեջ որ կայիր, մի արա։ Այն վատ սովորությունները, որ ունեիր, մի արա։ Այսինքն Աստված քեզ ինչ որ մի բանից հանելու է։ Դու չես կարող գաս Աստծուն ու մնաս նույնը, ինչ որ առաջ արել ես միշտ։ Դա չի տեղավորվում ոչ մի քրիստոնեական տրամաբանության մեջ։ Աստված քեզ ինչ որ մի բանից հանելու է։ Գիտես ինչի է հանելու, որովհետև ինքը եթե քեզ այդտեղից չանի, դու էլի հետ ես վերադառնալու քո նախկին, քո սխալ, քո տգեղ, քո չստացված, քո անիծված կյանքին, որովհետև մեր ամեն մեկիս կյանքն էլ միջև Աստծուն կալ անիծված ա եղել։ Մենք կարող չենք հասկացել ինչքանով է դա անիծված եղել, բայց դա իրականում անիծված եղել, որ մենք Աստծուն ճանաչում ենք ու Աստծո լույսի ներքո ենք նայում։ Ինչ տարատեսակ դժբախտություններ են եղել մեր կյանքերում, ինչ ցախողումներ են եղել, ինչ դժբախտություններ են եղել, որ մենք չենք կանխատեսել դա, բայց այդ ամեն ինչը տեղի է ունեցել։ Իսկ Աստծո խոսքի տրամաբանության մեջ մեր կյանքում այդպեսի չծրագրված ցախողումներ, դժբախտություններ չի լինում։ Աստծո խոսքը հույս է խոսում, օրհնություն է խոսում ու գերբնական ավելցուկ է խոսում քրիստոնյայի կյանքում։ Եթե դու դրա մեջ չես, Տերը ուզում է քեզ տանի դրա մեջ, դա իր խոստմունքն է ամեն մի քրիստոնյայի կյանքում, բայց աշխարհիկները սրա մասին իրավունք էլ չունեն երազեն, որտեղ իրանց կյանքում դա տեղի էլ չի ունենա, որտեղ իրանք Աստծո պատկանելության մեջ չեն։ Հետո առաջ գնալով ինչա տեղի ունենում։ Հաջորդը, երբ որ շեմից դուրս է հանում, ասում է թքեց նրա աչքերի մեջ։ Ձեռքը վրան դնելով նրան հարցրեց, թե մի բան տեսնում է։ Տեսեք, Աստված արդեն գործողություն է անում քրիստոնյայի կյանքում։ Տես, առաջին քայլը դու եկել ես քո կյանքը հանձնել ես Հիսուսին։ Սա այն մի բանն է, որ քեզնից է պահանջում։ Երկրորդ Աստված է անում։ Քեզ բռնում ու ինչ որ իրավիճակներից դուրս է հանում։ Երբ որ այդ իրավիճակներից դուրս է հանում, դու համաձայնվում ես Տիրոջ ասածին ու դուրս ես գալիս այն տեղերից, որ Տերը քեզ ուզում է դուրս հանի։ Աստված քայլ է անում։ Ինչ է անում։ Ասում է, թքեց նրա աչքերին ու նրան ինչ որ մի բան տեսնել տվեց։ Այսինքն քո կյանքում գալիս է փոփոխություն։ Աստծուն ճանաչելուց միանգամից հաջորդ քայլերի մեջ դու տեսնում ես քո կյանքում փոփոխություն։ Ինչ որ մի բան է լինում, բայց դες այդ ինչ որ մի բանը դեռ խոստմունքը չի, դեռ քրիստոնեական լիարժեք օրհնությունները չի։ Ինչ այս մարդու կյանքում լինում, ասում է, եւ նա մտիկ տվավ եւ ասաց. մարդկանց տեսնում եմ ծառերի պես։ Տես, առաջ չէր տեսնում ոչ մի բան, բայց հիմա տեսնում է ինչ որ մի բան։ Բայց սա հələ լիարժեքը չի։ Սխալ է տենում ինչ որ մի բաներ, բայց Աստծո խոստմունքը, օրհնությունները սկսել է գործել այս մարդու կյանքում։ Արդեն ինչ որ մի բան է տենում։ Գիտես այս ինչի նման է, երբ որ դու գալիս ես Աստծուն, այստեղ ովքեր որ Աստծուն եկել են ապաշխարել են իրանց կյանքերը Հիսուսին են հանձնել, բոլորը կվկայեն, որ իրանց կյանքում հրաշքներ են սկսվել։ Ու շատ կարճ ժամանակահատվածում, երբ որ դու կյանքդ Հիսուսին ես հանձնել, քո կյանքում հրաշքներ են եղել։ Բայց դա այն ամբողջը չի, որ Աստված ուզում է քո կյանքում անի։ Տես, ինքը ծառեր է տենում ընդամենը հələ մարդկանց ծառերի նման ամբողջությունը չի տենում։ Բայց սկսվում է արդեն օրհնության process-ը։ Նա բան վկայեմ մի քանի օր առաջ է տեղի ունեցել ու դրա վկայությունը երեք եմ ստացել։ Մեր բարեկամներից մեկը ինչ շատ հարազատ մի մարդ խնդիրների մեջ էր ընկել։ Մի քանի տարի առաջ այդ խնդիրները շարունակական էին։ Ֆինանսական խնդիրների մասին է խոսքը։
Պարտքեր էր կուտակվե, խելքից դուրս պարտքեր, շատ միլիոնների մասին էր խոսքը, ու գործը հասել էր դատարան։ Ու ինքը այտենց մանրամասը ոչ մեկի չէր ասում ինչ խնդիրների մասին, ինչ թվի մասին է եւ այլն, մինչեւ հիմա հասել է դատական process-ի վերջին կետը, որ այս մոտիկ ամիսների ընթացքում արդեն պետքա վճիռ լինի, ու վճռի արդյունքում իրան 2-ից 5 տարի պետքա կալանավորեն։ Այնտեղ ունի մեղմացուցիչ հանգամանքներ, անչափահաս երեխեք մինիմալը կտան, 2 տարի կնստի, բայց փաստն է, որ նստելու է, ու պարտնել չի կարող փակի, որտեղ եթե պարտքը փակի, մեղադրող բողոքող կողմը կարող է հայցը հետ վերցնի ու փակվի դատը չդատվի, բայց ոչ մի տարբերակ չունի, որ այդ գումարը փակի, որովհետև բոլոր բարեկամներին, բոլոր հարազատներին այնքան է խաբե, բոլորից այնքան է փող վերցրել չի տվել, բոլորին այնքան է նեղացրել իր խնդիրներով եւ այլն, որ ոչ մեկ պատրաստ չի հանուն իր ինչ որ մի հատ բան անի։ Ու ինքը ճարահատյալ արդեն հաշտվել է այդ մտքեր, որ պետքա գնա նստի։ Մի քանի օր առաջ եկել էր, նստած էինք իմ աշխատասենյակում, խոսում էինք, տարբերակներ էինք ման գալիս, թե ոնց պետք է այդ հարցը լուծվի։ Իր ընտանիքը վաղուց իրենց գալի ասել երեսա թեքի, աղբերները, ծնողները, էլ ոչ մեկ իր այդ հույս չի կապում, որովհետև մտածում են սա փոխվողը չի էլի։ Ու ասացի, արի հոգևոր նայենք այդ ամեն ինչին, իմ կյանքի դժվարություններից պատմեցի, իմ կյանքի դժվարություններով վկայեցի իրան, որտեղ ինչ չի թվում ինչ որ մեկ եղել է, որ իր կյանքում դժվարություններ չի եղել, ու վկայեցի թե Աստված ոնց է հանե։ Ու երբ որ իմ դժվարություններով էի կիսվում, իմ դժվարությունները հարյուրապատիկ ավելի մեծ էին եղել, քան իր դժվարությունները։ Իր դժվարությունը իմ դժվարությունների համեմատ երևի խաղալիք էին եղել, բայց վկայում է թե Տերը ոնց է ինձ այդ ամեն ինչից հանե, ու առաջարկեցի, որ կա եկեղեցի։ Ու այս շաբաթ պետքա գար եկեղեցի, ասի, բայց լսի, ես Երևանում չեմ լինելու, չեմ կարա այս շաբաթ կամ եկեղեցի, մնում է մյուս շաբաթ իրար հետ գնանք, ու ներսիցս զգում եմ, որ իրան ասա կարիք չկա process-ը 14 օր երկարացնել, որ 14 օր սպասի նոր գնանք եկեղեցի։ Ասի, արի ապաշխարության աղոթք աղոթենք։ Ասի, արի աղոթենք, ես կառաջնորդեմ, դու քո կյանքը նվիրի Հիսուսին, ու տես, հելնելու ես այստեղից, ու քո կյանքում հրաշքների process-ը սկսվելու է։ Ես չէի ծրագրել, որ տես բան պետք է ասեմ, բայց Աստված առաջնորդում ասում եմ, դուրս ես գալու ստեղից ու քո կյանքում հրաշքների process-ը սկսվելու է։ Ասում եմ, լսի, էդի ինչ որ կլինի քո կյանքում, էդի այն ամենը չի ինչ որ Աստված ուզում է քո կյանքում անի, այդ ամեն ինչը հլը սկիզբն է այն ամեն ինչ, որ Տերը ուզում է քո կյանքում անի։ Ապաշխարում ենք ռեալ Աստծո ներկայությունը, զգում եմ, ռեալ զգում եմ, որ ոնց է ինքը վերստին ծնունդը վերապրում, ու իրան հաջող եմ անում, գնում է։ Երեք հանդիպում եմ իրան, ու ասում եմ, գիտես ինչ ա եղել, ասում եմ ինչ ա եղել, մինչև այդ մի հատ էլ բան ասեմ, այդ պարկը փակելու համար մի հատ ավտո ուներ, էժան մի հատ ավտո, ծախում է շատ էժան էլի, որ գոնե այդ պարկի ինչ որ մի մասը փակի ու արենդայով ավտո է վեկալում, որ այդ մի քանի օրը գոնե յոլա գնա էլի։ Ասում է, աղբերը զանգեց, ասաց, լսի, այդ պարկի տարբերությունը ինչքան է, որ չէիր կարող տաս, ինչքան ունես հավաքած ու ինչքան չես կարող տաս, ասել է, դե այսքան ունեմ հավաքած, մի 3-4 այդքան էլ պակասում է, որ կարանամ տամ։ Էդի այն աղբերն է, որ այդ աղբորը ես մի քանի օր առաջ զանգի կանչել է, ասում եմ, լսի, մեր հարազատ մարդ էս խնդրի մեջ է։ Ասում եմ, չի հետաքրքրում ինչ խնդրի մեջ է։ Այդ աղբերը զանգել, ասել է, պարկը ինչքան է, ասել է, այսքան։ Ասել է, ես կտամ, խնդիր չի։ Ամեն։ Ասում է, ավտոտ ինչ ես արել, ասում է, ծախել եմ։ Ասում եմ, քեզ ավտո եմ առնում։ Այդ ամեն ինչ երեք ա եղել։ Ու դες ինչ ավտո առնում, սերվիզից ավտո առնում, ասենք ինչ որ օգտագործած, քշած, հնամաշ ավտո չի առնում, սերվիզից թազա էլեկտրական ավտո է առնում։ Այսինքն դες Աստծո օրհնությունը, այս մարդը ընդամենը քայլ արեց, Աստծուն ընդունեց իր կյանքում։ Ու իրան ասում եմ, լսի, էսի ամեն ինչը չի որ եղել, ասում եմ, էսի հələ սկիզբն է։ Մնում է դու հավատարիմ մնաս Աստծուն, ու այնքան է շատանալու այդ ամեն ինչը, դժվարություններից դուրս ես գալու, գիտեք, իրան ինչ եմ ասում այդ ընթացքում։ Ասում եմ, Տերը սիրում է, վերցնի, ու իրականում դա Տիրոջ բնավորությունն է։ Տերը վերցնում է փչացած կյանքերը, մինչև վերջ կործանված կյանքերը, ինքը սիրում է այնց, որ իր փառքը ցույց տա, ու սկսում է զրոյից կառուցել։ Նենց կառուցի, որ բոլորը տենան այդ ամեն ինչը, որ փառք ամբողջը Տիրոջը գնա, որտեղ նայն ասեն, այս մարդը ուրիշ տարբերակ չուներ, բոլոր տարբերակները սպառված էր։ Նրանք պարզ մի հատ օրինակ, Տերը երկիր մոլորակը որտեղ է դրել, տեսել եք, դատարկության մեջ է դրած, ոչ մի բանից կախված չի, ոչ մի բանի հենված չի, դատարկության մեջ դրված է երկիր մոլորակը, ինչի որ երբեք ոչ մեկ չկարանա պարծենա, որ երկիր մոլորակը ինքն է պահում հանուն Աստծո։
Երկիր մոլորակ այդ դատարկության մեջ, դատարկ անոտ տարածության մեջ, Աստծո խոսքով է կանգնում։ Հիմա ես այս հեռախոսը որ դատարկ տարածության մեջ թողեմ կընկնի։ Երկիր մոլորակ արդեն հազարամյակներով այտենց կանգնած է։ Ու ոչ մի խնդիր հակասության մեջ չի մտնում։ Ինքը պատտվում է ոնց որ պիտտվեր համի առանցքի շուրջ, համ արեգակի շուրջ, ընդ մոլորակները իրար չեն խփում, ոչ մի բան տեղի չի ունենում, որտեվ Տերն է սահմանը իր խոսքով։ Դրա համար Տերը սիրում է վերցնի չստացված բաները, ցախողված բաները ու այդ ամեն ինչի մեջ իր փառքը ցույց տա։ Հիմա եթե դու մտածում ես քո կյանքում կա ինչ-որ մի հատ ցախողված բնագավառ, կա հիվանդություն, որ բժիշկներն ասում են անբուժելի է, կա պարտքեր, որ քո համար լրիվ տարբերակներն արդեն ավարտված է, որ այդ պարտքերը կփակվեն, բոլորը քեզնից եթե երես են թեքե եւ այլն, դա կատարյալ շինանյութ է Աստծո համար, որ ինքը հրաշքան է։ Ինքը ցույց տա իր փառքը, որ բոլորը տենան, որ դա Աստված արեց, որտեվ բոլորը գիտեն, որ եթե Աստված չխառնվեր, ոչ մի բան տեղի չեր ունենա։ Դա Տիրոջ ծառագիրն է։ Բայց դա ամենը չի։ Դա ընդհանրապես օրհնությունների սկիզբն է։ Մի քանի տարի առաջ իմ հարազատ քրոջը առաջին անգամ տարա եկեղեցի, երևի մի 3 տարի առաջ էր։ Գիտես, հենց եկեղեցուց գնացուն հաջորդ օրը թե այն մյուս օրը մի հատ այնպես բարեկամից ամենավերջին iPhone-ը նվեր ստացա, որ նոր էր դուս եկե, որ այդ բարեկամը եթե առաջնահերթության կարգով դներ ում կարելի է iPhone առնել, երևի քուրս կլներ 100-րդական տեղում։ Բայց ինքը զանգ ասում է, չգիտեմ, խի ուզում եմ քեզ iPhone ուղարկեմ։ Ամենավերջին iPhone-ը ուղարկել էր։ Ասում եմ, լսի, այս Աստծո օրհնությունը, Աստված այնքան ուրախ է, երբ որ մենք առաջին քայլն ենք անում իրան։ Ոնց որ ուզում է սրտից բխած մի հատ քեզ նվեր անի, ոչ թե կաշառում է, այլ նվեր է անում ուրախությունից։ Ոնց է բարեկամը հեռու երկրից ինչ որ երկար ժամանակ չի եկել կամ դու ես գնում այդ բարեկամին տենալ, ինչ որ ուզում ես նվեր անես, իրան ուրախացնես։ Տերը տենց է, ոնց որ մենք որպես մերժված զավակներ, որ քայլ ենք անում, գալիս ենք Տիրոջը, Տերը ոնց որ գիտես ուզենա քո սիրտը ուրախացնի, ուզենա քեզ նվեր անի։ Ու դա այն սկիզբն է, որ Տերը սկսում է իր զավակների կյանքում ամենասկզբից։ Բայց դա ամենը չի, եկեք շարունակությունը կարդանք։ Տես, երբ որ այս մարդը օրհնությունը տեսավ իր կյանքում, այսինքն սկսեց ծառերի նման մարդկանց տենալ, չէ՞։ Հիսուսը չասեց, չէ՞, դե լավ, արդեն սկսել ես ինչ որ մի բան տենալ, ավելի լավ է, քան առաջ։ Հաստատ կյանքդ ավելի լավ կստացվի, քան մինչև այդ ա եղել։ Բայց ինչ արեց Հիսուսը։ Էլի ձեռքերը դրեց աչքին ու լիարժեք տեսնել տվեց։ Գիտես, սրանք կարանք մի հատ ուրիշ տեսանկյունից էլ նայենք այս իրավիճակին։ Դες կարող է դու լրիվ ուրիշ ակնկալիք ունես Աստծուց, բայց Աստված լրիվ ուրիշ կողմից է պատասխանում քեզ։ Տես, այս կույրը ուզում էր լիարժեք տեսողություն, բայց սկսեց մարդկանց տեսնել ծառերի նման։ Գիտես, կարար ճանապարհի կեսից հիասթափեր ու գնալ, ասեր դե մեկա քո մոտ էլ չստացվավ, քո մոտ էլ լուծում չկար, նեղանար ու գնար։ Բայց գիտես, դե մի հատ ինչ վտանգավոր պահ կա, եթե ինքը նեղանար ու Հիսուսից գնար, ինքը ավելի վատ իրավիճակի մեջ էր հայտնվելու, քան մինչև Հիսուսի մոտ գալը։ Գիտես ինչ, որովհետև մինչև Հիսուսի մոտ գալը ինքը մենակ կույր էր։ Ու իրան կարեկցում էին այդ կուրության համար, փող էին տալիս։ Բայց ինքը հիմա էլ կույր չի, ինքը տեսնում է ինչ-որ բաներ, բայց կիսատ մարդկանց ծառերի նման է տենում։ Եթե գնա մարդկանց պատմի ու ասի լսի, քեզ ծառի նման եմ տենում եւ այլն, սկզբից կծիծաղեն, կանարգեն, բայց հետո կարող է ծեծեն։ Ասեն լավ դե հերիք եղավ, ինչ ես ծեր առնում, չէ՞։ Այսինքն եթե այն ժամանակ ինքը կարեկցալի վիճակի մեջ է, իրան փորձում են աջակցեն, հիմա կսկսեն ծաղրել ու ավելի վնասել իրան։ Եթե ինքը ճանապարհը կիսատ թողեր։ Գիտես, մենք քրիստոնյաներս կարանք գանք Աստծուն, որոշակի օրհնություններ վայելենք, բայց երբ որ այդ մակարդակի վրա մնանք ու հետ գնանք մեր նախկին կյանքերին, մեր պիղծ կյանքերին, մեր համար ավելի վատ ալնելու, քան մինչև Հիսուսին գալը։ Գիտես, դու այդ օրհնությունները գվայելես եւ այլն, բայց եթե դու չմնաս Աստծո մեջ մինչև վերջ, ամեն ինչ սարսափելի է լինելու։ Օրինակ, մեր այս բարեկամի եղբոր մասին ասեմ։ Եթե ինքը այս օրհնություններով բավարարվի ու հետ էթա, գիտես ինչ է լինելու։ Այդ ավտոն էլ է հետո վատնելու այդ օրհնված ավտոն։ Բարեկամներին ընդհանրապես իրանից հիասթափացնելու է։ Ու եթե իր վիճակը մինչև այդ սարսափելի վատ էր, կարա ավելի վատ լինի ու ավելի սարսափելի լինի ու ավելի մեծ պարտքեր կուտակի իր գլխին ու դրանց մեջից էլ իրան ոչ մեկ չի հանի։ Ու երբ որ գնաց նստավ բանտ, հաստատ բանտում ավելի վատ է լինելու։ Այսինքն տեսեք, ինչ օրինակ եմ ուզում բերեմ։ Եթե մենք գալիս ենք Տիրոջը, ու ինչ որ մի բաներ մեր ակնկալածով չի գնում, ինչ որ մի բաներ ուշանում է, ինչ որ մի բաներ լինում է, բայց այլ ձևով
մենք հիասթափություն չվերապրենք ու մինչև վերջ գնանք Տիրոջ հետևից։ Կարևորը Տերը process-ը սկսել է։ Մենք գիտենք, որ վերջը լավ ալնելու, վերջը հրաշալի է լինելու։ Ու քանի հələ հրաշալի չի, այդ նշանակում է հələ վերջը չի։ Ու երբ որ Սատանան քեզ փորձում է ինչ-որ բաներ համոզի, ինչ-որ բաներ առաջարկի, ինչ-որ բաներ ցույց տա, չհավատաս։ Մի հատ լավ խոսք ասում է, երբ որ Սատանան քեզ ուզում է քո անցյալը հիշացնելով, քո ներկան ցույց տալով քեզ հիասթափացնի ամեն ինչից, գիտես ինչ արա, դու Սատանային հիշացրե իր ապագան։ Ինչ է լինելու իր հետ։ Քո հետ հաստատ լավ է լինելու։ Եթե դու Աստծո հետ հավատարիմ գնաս, չի կարող վատ լինի, բայց Սատանայի հետ հաստատ լավ չի կարող լինի։ Այստեղ մենք տեսանք, եթե Տիրոջը հավատարիմ ես գնում մինչև վերջ, այդ ժամանակ Տիրոջ օրհնությունները լիարժեք է գալիս քո կյանքի մեջ։ Հիմա գիտես, ուզում եմ Տիրոջ հետ մտերմության շարունակական հարաբերությունների մյուս մակարդակի մեջ գնանք, տեսնենք ինչ է լինում։ Եկեք գնանք նույն Մարկոսի ավետարանի 13-րդ գլուխ, Մարկոսի 13-ի առաջին խոսքից։ Սա արդեն գիտես, որ կատեգորիային է վերաբերվում, երբ որ դու Տիրոջը ճանաչում ես, ինքն էլ քեզ է ճանաչում, որտեղ Աստծո խոսքն ասում է, երբ որ մենք փրկվեցինք, ապաշխարության աղոտ կաղոթեցինք, վերստին ծնունդ վերապրանք, ասում է, մեր անունները գրվում է կյանքի գրքի մեջ։ Ու վերջին ժամանակներում, երբ որ Հիսուսը գալու է, կամ մենք ենք գնալու իր մոտ, նայած ոնց կլինի, մեր իրավիճակները, գործերը Աստծո առաջ քննվելու է ըստ կյանքի գրքի մեջ գրված մեր անունների, որտեղ ասում է, նայի սրա անունը կյանքի գրքի մեջ կա, ասում է, ում անունը, որ չգտնվեցավ կյանքի գրքի մեջ, ասում է, գծվեց դժոխքը, չէ, կրակի լճի մեջ, որտեղ որ ասում է, որդը չի դադարում, հիշում եք այդ պատմությունը, կրակը չի հանգում ու գիշեր ու ցերեկ տանջվում են մարդիկ։ Բայց ում անունները, որ գտնվեցավ կյանքի գրքի մեջ, Աստծո ուրախության, Աստծո դրախտի մեջ են մտնում։ Մենք կրոնավորական կարծիք կա, որ դրախտի մեջ Աստծո օրհնությունը մենք մեջտեղ վայելելու ենք այս աշխարհից գնալու ժամանակ, չէ։ Մենք օրհնությունները վայելելու ենք եւ այնտեղ, եւ այստեղ միաժամանակ։ Աստծո խոսքը չի ասում, որ մենք այնտեղ ենք վայելելու։ Նա բարձ օրինակ բերեմ։ Դու գիտեք, չէ՞ որ մենք քրիստոնյաներս Աստծո դեսպաներն ենք երկրի վրա։ Աստծո խոսքը ռեալ ասում է։ Պողոսն ասում է, որ մենք քրիստոնյաներս երկնքի քաղաքացիներ ենք, ոչ թե երկրի, ու դեսպաներ ենք երկրի վրա, ներկայացնելու Աստծո շահերը այս երկրի վրա։ Դեսպանը գիտեք ինչ է անում։ Օրինակ, մի հատ բարձ օրինակ բացատրեմ։ Ինչ որ մի հատ հզոր երկրի դեսպան Հայաստանում։ Իսկ երկնային արքայությունը, Աստծո թագավորությունը բոլոր արքայություններից հզոր է։ Ենթադրենք Ամերիկայի դեսպանը Հայաստանում։ Դուք գիտեք, որ Հայաստանում կռիվ լինի, պատերազմ լինի, Աստված չանի։ Մենք հավատում ենք, որ չի լինի, սով լինի, ինչ լինի, դուք գիտեք, որ դա Ամերիկայի դեսպանին չի վերաբերվում։ Ամերիկայի դեսպանը, որտեղ որ ապրում է, այդ ուղղությամբ ոչ մեկ չի համարձակվի կրակի, ոչ մեկ չի համարձակվի այդ ուղղությամբ թարսնայի։ Դուք գիտեք, որ իր սնունդը անգամ այնտեղից է գալիս, տեղից չի գալիս։ Այնպես չի, որ ինքը այստեղից սնունդը առնում ու օգտվում ինքու իր ընտանիքը, դեսպանի սնունդը ամբողջությամբ ու դեսպանատան աշխատակազմի սնունդը գալիս է այնտեղից, ոչ թե այստեղից։ Իրանք ունեն պաշտպանվածության ամենաբարձր մակարդակը։ Գիտես, նույնը մենք էս երկրի վրա։ Մեր մատակարարումը երկնքից է։ Մենք երբ որ սնունդը աղոթում, օրհնում, ուտում ենք, դա դադարում է լինի երկրային սնունդը, ինչ որ երկրի վրա գոյություն ունի, դա դառնում է երկնային։ Մեր մատակարարումը, պաշտպանվածությունը երկնքից է, երկրի վրա չի։ Այն աղետները, այն ամեն ինչ որ երկրի վրա տեղի է ունենում, մեզ չի վերաբերում, մեր պաշտպանվածությունը երկնային է։ Մի քանի օրինակ բերեմ, որ պատկերացնենք, տեսեք։ Գիտնականներն են այս փորձ արել ու ապացուցել։ Սնունդ են դրել սեղանին ու սնունդի ամեն մի բանից օրինակից նմուշ են վերցրել, տեսել են իրենց բաղադրությունը, ինչ քիմիական բաղադրություն կա սնունդի մեջ։ Ու հետազոտել են, անալիզ են վերցրել այն մարդկանցից, ովքեր որ նստած են սեղանի շուրջ, պետք է օգտվեն այդ սնունդից, մինչև ուտելը։ Սնունդի մեջ կա X, Y, C եւ այլն բակտերիաներ։ Այս մարդիկ, ովքեր ուտում են, պետք է ուտեն։ Իրենց կյանքում կա անհրաժեշտություն լրիվ այլ վիտամինների ու բակտերիաների, օրինակ P, Q, Z եւ այլն։ Այսինքն անհամապատասխան է, սնունդը կուտիկ կշտանա, բայց իր օրգանիզմին օգուտ չի լինի, այլ հակառակը վնաս կլինի, որտեղ լսել եք, չէ՞, որ ասում են ամեն սնունդի մեջ վնաս կա։ Ու հետո կանչել են հավատացյալ վերստին ծնված մարդկանց ու խնդրել են, որ սեղանը օրհնի։
Սեղանը օրհնելուց հետո անալիզ են վերցրել օրհնողից։ Ինքը ինչ բակտերիաների պակասություն ունի ու օրհնելուց հետո էլի նմուշարում են վերցրել սնունդից։ Սնունդի բաղադրությունը ամբողջությամբ փոխվել է։ Համապատասխանել է այն կարիքներին, որ քրիստոնյա օրհնողը դրա անհրաժեշտություն ունի իր օրգանիզմում։ Գիտես, այնքան փոքր բաներ կա, որի մեջ որ Աստծո փառքը դրսևորվում է, ու մեր առօրյայում մենք դա չենք նկատում։ Սա ինչ է նշանակում, որ այն սնունդը, որ մենք ուտում ենք թեկուզ երկրի վրա է, բայց օրհնելուց հետո ինքը վերածվում է երկնայինի։ Նույնը մեր կյանքերում է։ Եթե մենք Տիրոջն ենք վստահում ապավինում, մեր կյանքերում ամեն բան գործակից է լինում դեպի բարին։ Մի հատ ուրիշ վկայություն անեմ, որ տեսնեք Տերը ոնց է պաշտպանում իր սրբերին, իր զավակներին ոնց պաշտպանել գիտի, Աստծո խոսքն ասում, չէ՞, ասում Տերը իր սրբերին պաշտպանել գիտի։ Այստեղ դալիճում կա մարդ, որ 44 օրյա պատերազմի ժամանակ հարազատ է կորցրել։ Տեսեք, բայց իրանք եղել են եկեղեցու անդամ, թե չէ, ովքեր մահացած մարդիկ չեն եղել, չէ, եկեղեցու անդամ։ Տեսեք, մի հատ բան վկայեմ, որը ցավալի է աշխարհիկ մարդկանց համար, ովքեր որ Աստծուն չեն ճանաչում, չեն պատկանում, բայց օրհնությունը մեր համար քրիստոնյաներիս համար։ Տեսեք, 44 օրյա պատերազմի ժամանակ մոտավորապես ասում են 5000 զոհենք ունեցել, չէ՞, մենք Հայաստանում։ Չնայած ոչ պաշտոնական տվյալները ասում են շատ ավելի շատ ա եղել, բայց ենթադրենք այդ պաշտոնական տվյալներն 5000 հոգի են եղել։ Եթե մենք նայում ենք Հայաստանի բնակչությունը մոտավորապես 2 միլիոն մարդ է, դա ինչ է նշանակում, որ 400-ից մեկը զոհվել է, չէ՞, ամեն 400-րդը զոհվել է։ Եթե դա պարզ վիճակագրություն է, եթե 2 միլիոնից 5000-ը զոհվել է, դա նշանակում է 400-ից մեկը զոհվել է։ Չնայած մեր մոտ ասում են, որ 2 միլիոն չի 3 միլիոն է բնակչությունը, ենթադրենք 3 միլիոն է։ Եթե 3 միլիոն է, դա ինչ է նշանակում, մոտավորապես 750-ից մեկն է զոհվել։ Այս համ 400-ը դիտարկենք, համ 750-ը։ Ես որ մաթեմատիկա սիրում եմ, մեզան մի քիչ ցեզի մաթեմատիկայով կզանրաբեռնեմ։ Երբ որ մենք նայում ենք օրինակ ավետարանական քրիստոնեական համայնքը Հայաստանում, որոշ տվյալներով ավետարանական քրիստոնեական համայնքը Հայաստանում հասնում է մոտավորապես 100,000-ի։ Եթե մենք նայում ենք 100,000-ի պարագայում, եթե 400-ից 1 հայը զոհվել է, 100,000-ի պարագայում 250 զոհ պետք է ունենար ավետարանական համայնքը։ Ամբողջ ավետարանական համայնքը մոտավորապես ունեցել ընդամենը 10 զոհ։ Դա ինչ է նշանակում։ Տերը իր սուրբերին պահել գիտի։ Եթե նույն ստատիստիկայով գնար, ավետարանական քրիստոնյաներից գոնե 250 զոհ մենք ունենայինք, բայց մենք ունեցել ենք մաքսիմում 10 զոհ, ինչքան գիտեմ, ոչ ավել։ Հələ 10-ը մի քիչ չափազանցրած շատ եմ ասում։ Մեր եկեղեցուց 2-3 զոհ ա եղել, թե մեր Հայաստանի ամենամեծ ավետարանական եկեղեցին է, մյուսները ամբողջ իրար հետ 10-ից ավել չի եղել։ Տեսեք, այդ օրինակը որ բերում են, դեսպանը պաշտպանություն ունի իր ուղարկած երկրից։ Մենք որպես քրիստոնյաներ պաշտպանություն ունենք երկնքից։ Տիրոջ խոսքը ինչ ասում, ասում է Տիրոջից վախեցողների 4 կողմը հրեշտակները բանակ են կառուցում։ Իսկ հրեշտակների բանակը ոչ մի երկրային զորք, ոչ մի երկրային զենք չի կարող այդ հրեշտակների բանակը անցնել։ Բայց Աստծո խոսքը գիտես ինչ է ասում, ամեն մեկին չեն հրեշտակները պաշտպանում, ասում է Տիրոջից երկյուղ ունեցողներին։ Եբրայեցիս թղթի մեջ գրված է փրկությունը ժառանգողներին։ Դա նույնն է ինչ որ Տիրոջը ճանաչողներին։ Հրեշտակային պաշտպանություն ունեն միայն այս մարդիկ, վերստին ծնված մարդիկ։ Տերը այդ մարդկանց պաշտպանել գիտի։ Հիմա գանք այն հատվածին, որ ես ասում եի, այսինքն Տիրոջը ճանաչողության նոր մակարդակի մեջ Մարկոս 13-ի առաջին խոսքից սկսած։ Ինչ է ասում։ Ասում է, եւ երբ որ նա տաճարիցը դուրս էր գալիս, նրա աշակերտներիցը մեկը նրան ասեց. «Վարդապետ, տես ինչպիսի քարեր եւ ինչպիսի շինվածներ»։ Հիսուսի մասն է խոսքը։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. «Տեսնում ես այդ մեջ շինվածները, քարի վրա չի թողվի, որ չքանդվի»։ Ու վերջ, Հիսուսը խոսակցությունը փակում է։ Տես, իր աշակերտներից մեկը, մենք ամեն մեկս իր աշակերտներն են, գիտեք, չէ՞։ Քրիստոնյաները սկզբից աշակերտ են կոչվում, գիտեք, չէ՞, առաջին անգամ քրիստոնյաները Անտիոքում են քրիստոնյա կոչվել, մինչև այդ քրիստոնյաները աշակերտ են կոչվում։ Մենք ամեն մեկս Հիսուսի աշակերտներն ենք։ Տես, գալիս ասում է, Տեր, տենում ես ինչ մեծ, հզոր, լավ շինություն է։ Ու Հիսուսը ինչ ասում, ասում է, տե քարի վրա չի մնում, սա քանդվելու է։ Ու թեման փակում է։ Բայց գիտես հարցը ինչու՞մ է, Հիսուսը ուզում է բացի թեման, ուզում է մանրամասներ մեզ հայտնի։
Աստծո խոսքն էլ ասում Կորինթացիս թղթի մեջ, որ Տերը փափագում է մեր հետ շփվելու, մեզ իր գաղտնիքներով կիսվելու։ Մեկ այլ տեղ մարգարեության մեջ ասում է, արդյոք Տերը մի բան կանի, եթե նախորոք իր զավակներին, մարգարեներին չհայտնի։ Այսինքն Տերը փափագ ունի մեր հետ կիսվելու իր ծրագրերով։ Ինքը ուզում է, որ մենք իմանանք այդ ամեն ինչը։ Բայց այստեղ Հիսուսը թեման ավարտում է։ Բայց ինքը ներսից մղում ունի այդ ամեն ինչը կիսվելու, բայց ինչի չի կիսվում։ Տեսեք, Աստված երբ որ մի հատ բան է ասում, դու գիտեք, որ առաջինը ինքն է դա անում։ Երբ որ Տերն ասում է մարգարիտները խոզերի առաջ մի գցեք, ձեզ ինչ հատվում, առաջինը ինքը այդպես չի վարվում, իսկ ամենաթանկ բանը դա Աստծո խոսքն է։ Տերը իր խոսքով անարժանների հետ երբեք չի կիսվի։ Տես, ինքը ստեղ վերացական խոսքը տվեց ու ավարտեց։ Բայց ինքը ուզում է սպասի տեսնի քեզ կհետաքրքրի շարունակությունը։ Եթե հետաքրքրի քեզ շարունակությունը, իր հետ հարաբերությունների խորությունը, ինքը կշարունակի քո հետ կիսվել այդ ճշմարտություններով։ Ուտես շարունակության մեջ երրորդ խոսքից ինչ ասում։ Նույն գլխի երրորդ խոսքում։ Ասում է, եւ երբ որ նա Ձիթենյաց սարի վրա նստած էր տաճարի դիմացը, Պետրոսը եւ Հակոբոսը եւ Հովանեսը եւ Անդրեասը առանձին հարցնում էին նրան. «Ասիր մեզ, դրանք երբ կլինեն եւ նշանը ինչ է, երբ որ այդ բոլոր բաները պիտի կատարվեն»։ Հիսուսը քանի աշակերտ ուներ, հիշում եք։ 12։ Այստեղ քանիսն են գալիս Հիսուսի մոտ։ 4-ը։ Պետրոսը, Հովանեսը, Հակոբոսը, Անդրեասը։ Ուր էին այն 8-ը։ Այն 8-ին ինչի չէր հետաքրքրում Հիսուսի ասած ինչ պիտի լինի։ Տես, հենց որ եկան հարցրեցին, Հիսուսը շարունակում է պատմել, ասում է, Հիսուսն էլ պատասխանեց եւ սկսեց նրանց ասել. «Զգույշ կացեք, որ միգուցե ձեզ մեկը խաբի»։ Ու շարունակության մեջ մանրամասը սկսում է բացատրել, թե երբ է լինելու էդի, կարակ ամբողջ գլուխը կարդակ։ Վերջին ժամանակների մասին է Հիսուսը կիսվում։ Թե երբ է այդ ամեն ինչը լինելու։ Գիտես, ինքը ուզում է այդ ամեն ինչը, իր ճշմարտությունները, իր գաղտնիքները, ապագայի հետ կապված ծրագրերը մեր հետ կիսվի։ Բայց գիտես, չի կիսվի, եթե դա իրականում քեզ չի հետաքրքրում։ Ինքը իր մարգարիտները խոզերի առաջ չի գցի։ Իսկ մենք ինքներս ենք որոշում, մենք Աստծո զավակ ենք, թե կներեք արտահայտության համար, թե խոզի կարգավիճակի մեջ ենք մեզ դնում։ Ավելի շատ մեզ հետաքրքրում է Աստծո ճշմարտությունները, հայտնությունները, խորությունները, թե մեզ հետաքրքրում է ավելի ուրիշ արժեքներ, ավելի քաղաքականություն, ավելի ֆինանսներ, ավելի ուրիշ բաներ։ Գիտես, Տերը այդ ամեն ինչը մեզ կտա։ Ֆինանսներն էլ կտա, օրհնություններն էլ կտա, բայց այդ ամեն ինչը մեր համար պետք է առաջնային չլինի։ Երբ որ մեզ հետաքրքրում է վերին արժեքները, երբ մեզ հետաքրքրում է Աստծո մոտ ունեցած գանձերի խորությունը, հանճարը, գիտությունը, իմաստությունը Աստվածային, Աստված այդ ամեն ինչը այն մյուսների հետ ավելցուկով կտա։ Տեսեք, այստեղ ովքեր եկան Հիսուսի մոտ։ Հովանեսը, Հակոբոսը, Պետրոսը ու Անդրեասը։ Այսինքն այս 4-ը հետաքրքրված էին Աստծո ճշմարտություններով։ Այն մնացածը այդքան չէ։ Այդ դեպքում մի հատ հարց տամ, եկեք մտածենք։ Հիսուսը երբ որ ամենամեծ հրաշքներն էր անում, հիշում եք, երբ որ Հայրոսի աղջկան գնաց հարություն տվեց, երբ որ այլակերպության սարը բարձրացավ, Մովսեսին ու Եղիային տեսավ, ու Աստծո վերին բաներն էին խոսում իր հետ։ Մյուս գերբնական բաները երբ որ Տերը անում էր, հիշում եք ում էր իր հետ տանում։ Իրեքին, Հովանեսին, Հակոբոսին ու Պետրոսին էր իր հետ տանում։ Այն մնացածին չէր տանում։ Այստեղ մենք այդ հարցի պատասխանը տանում ենք։ Ինչի՞ չէր տանում այն մյուսներին։ Գիտես, այն մյուսներին այդքան խորը չէր հետաքրքրում աստվածային ճշմարտությունները, բայց այս իրեքին միշտ հետաքրքրում էր աստվածային ճշմարտությունները, ու ինչքան հետաքրքրում էր, Աստված իրանց տանում էր այդ խորությունների մեջ։ Տես, այնտեղ մենք տենում ենք մեկին, որ երբ որ Հիսուսի առաջ բերում են թանկ մի հատ յուղ զոհաբերում են ու Հիսուսի ոտերն են դրանով լվանում, առաջին արձագանքը ինչ էր, ինչի եղավ այս թանկ կորուստը, կարանք էսի ծախեինք ու այսքան աղքատների կերակրեինք, չէ՞։ Ինչի մասին էր մտածում, գլոբալ առումով լավ բանի մասին էր մտածում, բայց գիտես դա վերինը չէր, դա Աստծո իմաստությունը չէր, դա մարդկային էր, դա այդ պահին շնչավոր էր, բայց այդ պահին Հիսուսին ունեին իրանց կողքին ու երբեք չէին տենալու Հիսուսին։ Հիսուսը արդեն գնում էր իր խաչելիությանը, ու ամենաթանկը պետք է իրան զոհաբերվեր։ Աղքատներին միշտ էլ ունենք մեր կողքը։ Հիսուսն էլ չէ այդպես ասաց, աղքատներին միշտ ունեք ձեր կողքը, աղքատներին միշտ էլ կարաք օգնեք։ Բայց ես շուտով գնում եմ։
Դրա համար ինքը արժանի էր լավագույն զոհաբերության։ Նույնը մեր կյանքում, բերում եմ ավարտին արդեն։ Երբ որ դու Աստծուն ճանաչում ես, քայլ ես անում Աստծու հետ մտերմության, քայլ ես անում փրկության հրավերին, քայլ ես անում իր արքայության քաղաքացին դառնալու, մտնում ես վերին խոստմունքների, օրհնությունների դաշտի մեջ, գիտես, Աստված ուզում ես քո հետ ավելին բացվի, քո հետ ավելի խորություններ զրուցի, քո հետ քո կյանքի ապագայի մասին զրուցի, այն երազանքների մասին, ծրագրերի մասին, որ ինքը քո հետ կապված ունի։ Գիտես, ինքը տենց չի կիսվի, գիտես, չէ՞։ Իրան կարևոր է, որ արդյոք դուք գնահատես այդ ամեն ինչը։ Իր տեսանկյունը քո հետ կապված, այդ ժամանակ ինքը առավելագույնով կբացվի քեզ։ Բայց եթե դա քեզ չի հետաքրքրում, իրան առավել եւս։ Տեսեք, Աստված Սոդոմն ու Գոմորը կործանում էր, ու Ղովտը այնտեղ էր։ Գիտեք, այնպես չէ, որ Ղովտը ամբարիշտ ինչ-որ մեկն էր։ Ղովտն էլ Աստծուն ճանաչող Աստծու զավակ էր։ Բայց գիտես, Աստված չգնաց Ղովտի մոտ իրան ներկայացնելու, պատմելու, թե ինչ ալնելու վաղը Սոդոմի ու Գոմորի հետ։ Ղովտն դեպի բնակիչ էր ու վաղը հաջորդ օրը այդ երկու քաղաքները կործանվելու էին։ Բայց Աստված գնաց Աբրահամի մոտ, այն դեպքում, որ Աբրահամը այդ քաղաքների հետ ընդհանրապես կապ չուներ, լրիվ ուրիշ տեղ էր ապրում։ Գնաց իր ծրագրերով կիսվեց Աբրահամի հետ։ Որտեվ ինչի կիսվեց, որտեվ Աստծո խոսքն ասում է, երբ որ Աստված ինչ-որ մի հատ բան անում է, իր զավակների հետ կիսվում է։ Այդ պահին այն զավակը, որ արժանի էր Աստծո հետ փոխհարաբերության, այդ մակարդակը ուներ, դա Աբրահամն էր։ Ղովտը արժանի չէր, որ Աստված իրան հյուր գնար ու իր հետ կիսվեր այդ ծրագրերով։ Գիտես, նույնը մենք կարանք լինենք։ Արդյոք մենք արժանի ենք Աստծո առաջ այն արժանավոր ինչ-որ մեկն ենք, որ Տերը կա ու իր ծրագրերով մեր հետ կիսվի։ Տերը կկիսվի, բայց գտնելու այն մարդկանց, ովքեր որ իրականում արժանի են ու այդ ամեն ինչը կգնահատեն։ Գիտես, ոչ թե նրա համար, որ Աստված դաժան դատավոր է, ասում է, հեսի արժանի չի, սրա հետ չեմ գնա կիսվեմ, այն մեկ ավելի պուպուշ է, գնամ նրա հետ կիսվեմ, չէ։ Ինքը գիտի, որ քո մակարդակը հերիք չի անելու այդ ինֆորմացիան տանելու, ու դու այդ ինֆորմացիայից վարվելու ձև չգիտես։ Այդ նույնը ոնց որ ես գնամ իմ դժվարությունների մասին, փորձեմ իմ 2 տարեկան տաղու հետ խոսամ։ Անիմաստ խոսակցություն է, չէ՞ լինելու։ Ինչքան էլ ուզենամ, որ ինքը լսի, տեղեկացված լինի, անիմաստ խոսակցություն է լինելու, դրա համար չեմ էլ անի։ Նույն ձևով Աստված, ինքն է որ դաժան դատավոր ասում է, դու արժան չես, չեմ կա։ Ինքը նայելու է դու ունես այդ հասունությունը, կարա քո հետ կիսվի։ Թե ուղղակի կասի կանեմ, իրան էլ ոչինչ, մի քիչ չարից հեռու կպահեմ, իր ոտը քարին չի առնի, բայց պետք է չի իր հետ խոսամ, էլի։ Դրա համար մենք լինենք այն զավակները, որ կուրորեն Աստծուն վստահեն ու Աստված գիտի այդ զավակներին պաշտպանել օրհնել։ Երբ որ մենք շատ ենք բանանում, տարվում Աստծուց ավելի շատ ենք հոգ տանում մեր իրավիճակների մասին, այդքան էլ լավ բան չի ստացվում։ Վերջում մի հատ օրինակ բերեմ, ծիծաղալու օրինակով ավարտեմ։ Ինձ թվում է այստեղ այս եկեղեցում ասել եմ այդ օրինակի մասին։ Մի քանի տարի առաջ իմ մեծ տղու ծնունդներ ստեղ էինք անում Վարդենիկում ու Երևանից հյուրեր ունեինք շատ ու հյուրերի մեծ մասը եկեղեցուց էին ու պիտի ամեն մեկը իր ավտոներով գար մենք եկել էինք արդեն գյուղում եւ այլն երեխեքին հետներս բերել էինք պատրաստում ենք որ հյուրերը պիտի գան հյուրերի մեջ մեկը Սոֆիի տատին էր մեկն էլ մի հատ Ռուսաստանից եկած էլի բարեկամ տատի բարեկամ էր էլի տատի այսինքն տարիքով տատի էր էլի Իրան գիտեն, որ իրանց պետքա կան ու եկեղեցու անդամները ավտոյով վերցնեն բերեն գյուղ։ Իրանք չեն սպասում, որ եկեղեցու անդամները պետք է կան, իրանց տանեն գյուղ, ասես մտահոգված են, որ իրանք պետք է հասնեն գյուղ, ոնց պետք է հասնեն։ Ասում են, որտեղ է եկեղեցին, ասում են, դե քանակերում, դե լավ, մենք գնանք այնտեղ կսպասենք մինչև ծառայությունը պրսնի կան մեզ վերցնեն։ Ծառայությունը պրսնելուց մի քանի ժամ շուտ ամառվա շոքին, հուլիսի 10-ին է ծնունդը, գալիս են ռադիոմաշտում կանգնում են արևի տակ մի ժամ, 2 ժամ այդ ճռին պետք է սպասեն, որ եկեղեցուց անդամները հելնեն կան, իրանց վերցնեն կան։ Իբր հեշտացնում են եկեղեցու անդամների գործը, որ չմտնեն մասիվով իրանց վերցնեն։ Այս ընթացքում իրանք այդ ճռ շոքին 2 ժամ սպասում են Եկեղեցու անդամները հելնելուց որոշում են ասում են դե չարժի այդքան ավտոյով եթալ եկեք այս քանի ավտոն թողենք 1-2 ավտոյով եթանք այս տատիներին էլ տեղ չի մնում ավտոյի մեջ տատիներին թողում են ռադիոմաշտում իրանք գալիս են հետո տատիները փոշմանած հետ են գնում մասիվ ճռշոքին մի քանի ժամ սպասելուց հետո բայց երեխեքը ում որ մենք բերել էինք
Գիտեք, իրանք մտահոգված չէին ոնց են գյուղ գալու, ով է իրանք գյուղ բերելու։ Իրանք վստահում էին իրանք մամային ու պապային, որ ասել են կգնանք գյուղ, իրանք տան ենք հասցնել։ Բայց այս տատիները այնքան մտահոգված էին իրանք գյուղ գնալու խաղապարով, որ փորձեցին օգնեն գյուղ տանողներին։ Այնքան օգնեցին, որ խանգարեցին մինչև վերջ։ Հիմա գիտես, մեր իրավիճակն Աստծո խոսքն ասում է երեխեքի նման եղեք, որ Աստծո արքայությունը ժառանգեք։ Երեխեն կուրորեն վստահում է իր ծնողին։ Եթե ծնողն ասել է կլինի, ուրեմն կլինի։ Տատին այստեղ գիտեք ինչի փորձառություն, տարիքի իմաստության, քո տարիքը, քո իմաստությունը, քո կյանքի փորձառությունը քեզ խանգարելու է միշտ։ Ասելու ես, դե ես սենց արես չեղավ։ Գիտես, դա ոնց արելա չի եղի, ես չգիտեմ։ Եթե Աստված ինձ ինչ որ մի բան ասել է, իմ կյանքում դա հաստատ ըլնելու է։ Ով ինչ արել է, իր մոտ չի ստացվել, դա իր խնդրեմն է։ Լավ, դրա համար որ ամփոփելու լինենք այսօրվա խոսքը, ինչա ինքը Իրանից ներկայացնում ամբողջության մեջ։ Երբ որ մենք գալիս ենք Աստծուն, մեր կյանքում սկսում է process-ներ։ Սկսում է հաճելի process-ներ, օրհնության process-ներ։ Հետո կարծես Աստծո հետ աճելու ընթացքը, ժամանակահատվածը, որ մենք դի ժամանակ տրամադրենք Աստծուն ճանաչենք, Աստծո գիտության մեջ, Աստծուն վստահենք մինչև վերջ, երեխու նման վստահենք Աստծուն, անկախ իրավիճակներից, անկախ հանգամանքներից, անկախ քո կողքը ինչ կկատարվի։ Ու երբ որ մենք Աստծուն վստահենք ու Աստծո արժեքները, ճշմարտությունները, սկզբունքները մեր համար ինչքան կարևոր լինի, ինքը իր գաղտնիքներով ավելի մեր հետ կկիսվի, ինքը իր օրհնություններով մեր հետ ավելի կկիսվի, համ մեր կյանքը կստացվի, համ էլ Աստծո կոչում այս երկրի կատարյալ կիրականանա։ Ամեն